Դպրոցականի կալանավորմանը միջազգային հնչեղություն տալու համար ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ են հավաքվել այս մարդիկ։ Որպեսզի միջազգային հանրությունը ուշադիր լինի եւ տեսնի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, թե դպրոցականների հանդեպ, թե երիտասարդների հանդեպ եւ որպեսզի ինչ-որ գործողություններ տեղի ունենան եւ որոշումը փոխվի։ Ազատություն Դավիթին, ազատություն մեր ընկերոջը, այս ուղերձներն են փորձում Երևանում աշխատող ՄԱԿ-ի պաշտոնյաներին հասցնել Դավիթի դասընկերները։ Ուղղակի պահանջում եւ խնդրում ենք ազատություն տալ այդ հրաշալի իսկապես մարդուն եւ հասարակության մեջ նրան չհամարել հանցագործ, առավել եւս քաղաքական ինչ-որ հանցագործ։ Դավիթ Մինասյանի դասընկերների ծնողներն ասում են, քունը կորցրել են բոլորը։ Թողելի փորձաքննեն ու տեսնեն, որ այնտեղ այդպիսի հանցակազմ չկար ու փոխեն Դավիթի խափանման միջոցը, քանի որ Դավիթը իրոք առողջական խնդիրներ ունի։ Դավիթը կալանավորվել էր չորեքշաբթի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի եւ նրա քարոզչական խմբի առաջացրած իրարանցմանը զգայուն արձագանքելուց հետո։ Արդյոք իրարանցումը կսկսվեր, եթե Փաշինյանի անվտանգությունն ապահովողները այսուայն կողմ չհրեին մարդկանց, որ քարոզարշավի շրջանակներում եկեղեցի մտած Փաշինյանը խորանին մոտենար։ Ինչու պիտի խորան չգնա։ Այսինքն այդ որտեղ ասված, որ ես պետք է խորան չգնա։ Կիրակնորյա միջադեպի թեման կառավարության շենքում բացվել է, երբ Փաշինյանին լրագրողները հարցրել են այս դրվագի մասին։ Փաշինյանը փորձել է արդարացնել իր թիկնապայի հասցրած հարվածը դպրոցական Դավիթին։ Ես նախ չեմ տեսել ինչա տեղ ունեցել, բայց ուզում եմ ասել, որ երբ որ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ ասպառնում, ինքը կարող է ուժ գործադրել։ ՊՊՑ պահպանյալ Նիկոլ Փաշինյանը կարծես ասում է, գոհ եղեք, որ արյուն չի թափվել։ Ինքը բոլոր լիազորությունները ունի։ Իրավիճակը սրվի անհրաժեշտության պարագայում կարող զենք գործադրի։ Դա ձեզ համար նորություն է, Իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը հակադարձում է ՊՊՑ ծառայողի հարվածի պահին Դավիթից որևէ վտանգ սպառնալ չէր կարող։ Կոնկրետ իրավիճակում իմ համար շատ տեսանելի է, որ այդ միջադեպը արդեն սպառված էր եւ եթե նույնիսկ օրինակ այդ տղայի արարքին պետք է ինչ-որ գնահատական տալի, այդ պահը անցել էր։ Խուդոյանը նաեւ նկատում է անհամաչափ ուժ է կիրառել ՊՊՑ ծառայողը։ Սա վրեժի շարժառիթով, պատժի շարժառիթով հասցված հարված էր ակնհայտ տարբեր քաշային կատեգորիաներում գտնվող մարդկանց միջև։ Իսկ նա անվտանգության աշխատողը իր բոյը, իր քաշը, իր պարապած լինելու 18-ամյա երիտասարդը իրենք հավասար կռվում չէին այդ պարագայում եւ պարզապես հաշվի հառդարել այդ տղայի նկատմամբ։ ՊՊՑ ծառայողի արածը հանցագործություն է անվանում Խուդոյանը եւ պնդում 18-ամյա դպրոցականը չպետք է կալանավորված լիներ։ Միանշանակ կարող եմ պնդել, որ այս դեպքում խափանման միջոց կիրառելու հիմք չկար, այս կարգի ծանր խափանման միջոց։ Իրավապաշտպանը պնդում է կալանքը անհիմն է, որովհետև Դավիթ Մինասյանը ոչ կարող է թաքնվել, ոչ խոչընդոտել գործի քննությանը, ոչ էլ առավել եւս նոր հանցանք կատարել։ Ըստ Խուդոյանի տղային կալանավորել են, որ ընդդիմադիր մարդկանց հասկացնեն նախընտրական շրջանում չարժե Փաշինյանի երեսին ասել այն, ինչ մտածում են։ Շատ հստակ ազդակ էր հանրությանը, որ գոնե խուսափեք մեր հետ հարաբերվելուց, որտեվ որևէ մեկով որ ինչ-որ ըմբոստություն կդրսևորի կամ ինչ-որ կարծիք կհայտնի, չի բացառվում, որ ինքը նույնպես արժանանա այդ ճակատագրին։ Առավոտյան Դավիթի փաստաբանները հերթական բողոքն են ներկայացրել դատախազություն։ Նրանք վիճարկում են դպրոցական եղբայրների տան երկրորդ խուզարկության իրավաչափությունը։ Առաջին խուզարկությունը, որը տղաների ձերբակալության օրն էր եղել, արդեն բողոքարկվել է։ Այդ ժամանակ քննիչները ոչինչ չէին գտել Մինասյանների տանը։ Ալբերտ Սերոբյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։